Գնում ենք սիրո համար։ Դուք եք մեր կարնեկույրիկը, ուր է նա, ուր է նա։ Մեծ սիրո համար, որը 26 տարի իր կողքին եք ու շենացնում, գեղեցկացնում ու սիրով եք լցնում իր կյանքը։ Շատ լավ խնձոր է, ձևավորած։ Ստեղծվեց 26 տարի առաջ այսօրը։ Այն սերը, որ կա ձեր ընտանիքում հաստատում է։ Ասենք թե ինչքան շատ է սիրում, կարոտել եւ գնահատում նրան, որ նա կապեց իր կյանքը, լավ գրկեք, երկուսով մամային գրկեք։ Ամուսին այս պահին գտնվում է բանակում, այսպես գրկեք։ Շատ լավ հոտ է գալի։ Դրա համար մենք գնում ենք ամուսնու կողմից կնոջը շնորհավորենք եւ ասկով այս կադրի մեջ մի 5 տեսակի դաղդաղան կա։ Օհո, ձեր կադրերում է աշխարհի ամենաառաջին հյուրանոցներից մեկը։ Բարեկամները տենան սիրտներն ուզի գան Հայաստան, որ գիլաս ուտեն։ Դե ինչ ասենք, այսքանը։ Ընկերներ, մենք գնում ենք Աստղածոր։ Աստղածորում շատ գեղեցիկ անակնկալ ունենք եւ ճանապարհին նկատելի դարձավ մի անգամից նոր արգելապատնեշներ, որոնք անվտանգության համար են դրվել։ Ահա շարունակում է Մարտունի Եղեգնաձոր ճանապարհի կառուցումը, կներկեն Սիրուն, կդառնա մի չնաշխարհիկ ճանապարհ։ Եվ իհարկե Վարդենյանց Լեռնանցքի գեղեցկագույն բուսատեսակները սարերի վրա ուղղակի հրաշք է։ Մենք Արտյոմի հետ ենք Զաֆիրա Մակնիշի մեքենայով։ Չասեմ ինչ Զաֆիրա էլի։ Զաֆիրա մի քիչ տենց լավ է լսվում, չէ՞ Վարդան։ Առանց դեմի բարի Զաֆիրայով ենք ու շատ լավ է ամեն ինչ, լեն սարը քարը նկարիլի Սիրունը։ Հրաշքների Լեռնանցքն է, ընկերներ, շատ գեղեցիկ է այստեղ։ Եթե գաք Սևան հանգստանալու, այստեղով կարող եք իջնել Եղեգնաձոր, Եղեգնաձորից գնալ Երևան։ Թե ինչու այստեղից իջնեք, այս տեսարանի համար պետք է իջնեք։ Տեսեք ինչ գեղեցիկ է, չնաշխարհիկ։ Մի խոսքով ընկերներ գնում ենք սիրո համար, մեծ սիրո համար, որը ստեղծվեց 26 տարի առաջ այսօրը։ Ամուսին այս պահին գտնվում է բանակում, դրա համար մենք գնում ենք ամուսնու կողմից կնոջը շնորհավորենք եւ ասենք թե ինչքան շատ է սիրում, կարոտել եւ գնահատում նրան, որ նա կապեց իր կյանքը իր հետ։ Շնորհակալություն ենք հայտնելու կնոջը, որ ամուսնու կողքին է։ Այսքան բան։ Աչես նկարում աշխարհի ամենաառաջին հյուրանոցը։ Ձեր կադրերում է աշխարհի ամենաառաջին հյուրանոցներից մեկը Օրբելյան Չեսարի Իջևանատունը, ընկերներ։ Հզոր կառույց, որը 13-րդ դարի է եւ մինչ այսօր կանգուն է եւ կարող է հյուրեր ընդունել, բայց այս անգամ չեք մնալու այնտեղ։ Ուղղակի կմտնեք, կծանոթանաք անցած դարի հյուրանոցային համակարգի հետ ու կշարունակեք ձեր ճանապարհը։ Լայնարձակ Մարտունու դաշտերն են եւ մեր առաջ է Վերխոյանում Արմաղան լեռը։ Ոնց են մարտնեսները Արմաղանն ասում։ Մարմաղան։ Ոնց որ Մարմաղան են ասում։ Մարմաղան լեռը, ընկերներ։ Տեսեք, ինչքան հիշողություններ ու պատմություններ կան մարդկանց մոտ այս չկնաղ լեռան հետ կապված։ Իրականում շատ կարևորագույն նշանակության է տարածաշրջանի ժողովրդի համար։ Եվ չենք մոռանա նաև Մադինա գյուղը, որը Մարմաղանի պահապան գյուղն է։ Այնտեղ են գտնվում Մարմաղանի հիմնական պահապանները։ Ողջույն Մադինա։ Ինչպես եք, ես շուտով գալու եմ ձեր մոտ։ Գալու ենք բարձրանանք Արմաղան։ Ես Վարդանը, ծյոմը եթե գա ծյոմն էլ, եթե չէ ուրեմն ես ու Վարդանը։ Ու Արմաղան պետք է մենք խորոված անենք Վարդան։ Շաշլիչոկ պետք է անենք։ Ну ладно тогда, поехали։ Հիմա մենք երևում ենք, չէ՞ մեջը։ Ամերիկյան Մակնիշի գեղեցիկ բան ունենք մենք։ Ապես թե քանդած է ճանապարհը։ Ընկերներ, սա այն ճանապարհահատվածն է, որը դեռ կառուցում են։ Տեսնենք վերջը լավ լինի, էլի, վերջը երևի լավ կլինի։ Դանդաղ, ծյոմա, դանդաղ, որ ամեն ինչ հետաքրքիր լինի։ Ձախով։ Դե վերևից նոր չեկան, չէ, հենա սա բան են արել, լցրել են մի քիչ։ Լցրած է բարեկամս։ Ընկերներ, այս հատվածը շատ շուտով կդառնա ուղղակի իդեալական։ Идеальный момент будет здесь. Так что мы ждем. Ձյուկներն են արոտավայրում, արոտ են անում, իսկ մենք
դանդաղորեն անցումներ ենք կատարում։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Բարի օր ձեզ։ Ճանապարհը շինարարներն են։ Նայում էին էսիշ ցից են բռնեհանե դուս։ Ոչինչ, քիչ-քիչ կիմանաք ինչ ցից է սա։ Սա նկարահանող սարք է, որը մենք նվեր ենք ստացել Ամերիկայից, Նաիրայի կողմից, Նաիրա բարև, եթե տեսնում ես հարգանքներս, որ դու մեզ օգնեցիր սա ձեռք բերել։ Այսինքն ձեռք բերել որն է նվեր տվիր, էլի, լրիվ նվեր տվիր, շնորհակալ ենք, զգացված եւ միշտ այդպես է լինելու։ Հրաշք Մարտունյանց դաշտերն են եւ Գեղարքունյաց լեռնաշղթան։ Ինչ էր բանը լեռնաշղթայի անունը։ Հա? Գեղամա լեռնաշղթան է, ընկերներ, լեռները։ Դե ինչ, այսքանը հերիք էր երևի, իմ պատկերացման։ Արմաղանի գեղեցկությունը ուղղակի նմանը չունի։ Սա տարբերվող ու հրաշալի վայր է, որտեղ կարող եք գալ ու ինքներդ համոզվել։ Մենք ունենք տեսանյութ, որտեղ բարձրանում ենք Արմաղան լեռան վրա, բայց խորհուրդ կտամ տեսանյութը կարող եք նայել, կարող եք չնայել, բայց այնտեղ գնալը շատ հաճելի է, գնացեք ինքներդ տեսեք։ Իսկ համոզվելու համար նայեք մեր տեսանյութը, ինչի չնայեք, նայեք Արմաղանի մասին մեր տեսանյութը, Արմաղան, Մարգարյան Ստեփան ու կտեսնեք ոնց ենք բարձրացել Արմաղան։ Ահա երևաց Կապուտաչիա Սևանը, ընկերներ, գեղեցկուին, բավականին ժամանակ չենք եկել նրա մոտ, հնարավոր է մեզանից նեղացած լինի, բայց մենք խաթրը կառնենք հաստատ այսօր։ Ահա մենք մուտք են գործում Գեղովիտ գյուղ, տեսեք ինչ գեղեցիկ է մեր նոր տեսախցիկով, Գեղովիտը մեկ ուրիշ ձևի գեղեցկացավ, սիրունացավ, էլ չասեմ, որ կադրում զաֆիրա ունենք, վաբշե հարստացավ։ Ես եմ կադրում։ Վարդանն էլ է կադրում, բայց դու զգուշ չընկնես Վարդան։ Գնում ենք ու Գեղովիտը ուղղակի հիասքանչ է, առաջին գյուղը Եղեգնաձորից Մարտունի ճանապարհին։ Ճանապարհի վրա անմիջապես կառուցված, էլի գյուղեր ունենք, ուղղակի մենք նրանց կողքով ուղղակի անցանք։ Իսկ հիմա ընկերներ մենք մեր նոր կամերան, մեր նոր տեսախցիկն ենք փորձում, փորձեր ենք անում, ախպերս մտի ներս, էլի, մտի ներս։ Եթե չես զնվել այդ բանմանքից են, նստի ներս։ Ուրեմն հիմա տեսեք ընկերներ, տեսեք ինչ հիանալի է։ Ես կարամ այսենց անեմ, երևում ես, չէ՞ այսենց։ Օրո։ Որից վախենում եմ ախպեր արդեն։ Ամեն պահի այս տեսախցիկը կարող է վարի գնալ։ Եթե մի բան անզգուշ անենք։ Հələ կայմը սս հետաքրքիր բան նկարենք այսենց։ Այսենց տղերքը ննե ախպերները օրլիշ սիրունը արծիվն է սլանում Գեղովիտի երկնքում սարերն ու քշի ախպերս գլխարկս գլուխս մի քիչ հանի դուրս բան էլ հələ տեսեք այս քարը երազել եմ միշտ նկարեմ տեսեք Սուրբ Հովհաննեսներ Վարդան Հիշում ես անունը եկեղեցու։ Անուն Թուխմանուկ եկեղեցին Գեղովիտի ընկերներ։ Վստահ եմ, որ բոլորդ էլ տեսել եք, անգամ հնարավոր է մոմ վառած լինեք այստեղ։ Կամներ հաշված վայրկյաններ հետո կհասնենք այն տեղին, որտեղ որ ես ձեզ մի բան եմ խնդրելու ու շատ շնորհակալ կլինեմ, որ խնդրանքս չմերժեք։ Մի մերժեք իմ խնդրանքը, որովհետև հիմա շատ կարևոր բան եմ խնդրելու ձեզ, ցույց տալու ու հետևեք այդ ցույց տվածից, ես էլ շնորհակալ կլինեմ։ Վայրկյաններ հետո կասեմ, էլի, հա? Հիմա չասեմ, վայրկյաններ հետո։ 5 4 3 2 1 0 եւ գնաց ընկերներ ուշադիր տեսեք այս խանութի վրա ինչ ա գրված, հələ տեսեք ինչ ա գրված։ Այ դրանից ա պետք, լայքեք ու բաժանորդագրվեք, տարածեք տեսանյութը, իսկ մենք մեծ սիրով միշտ ցույց կտանք ձեզ Հայաստանի բնակավայրերը։ Գեղովիտը մենք շատ ենք ցույց տվել, բայց այս անգամ որոշել ենք հատուկ տեսախցիկի օգնությամբ ցույց տանք, որ ավելի գեղեցիկ ու հետաքրքիր լինի։ Մեր փոքրիկ դհոլչին է կադրերում եւ իհարկե Գեղովիտի դպրոցը։ Տեսեք, ով կարոտել է, տեսեք մեր 360 աստիճան տեսախցիկից։ Տեսեք ու իմացեք, թե որտեղ է դպրոցը, ով էլ այստեղ է սովորել, հարգանքներս, եթե սովորել եք ու
Հարազատ է ձեզ այս շինությունը, անպայման գրեք, ասեք։ Իմ շատ սիրելի ճերմակ այցիկներն են եթերում, տեսեք, հրաշք, սպիտակի մեջ հպարտ կանգնած, շատ սիրուն են։ Մենք ընկերներ Մարտունի քաղաքում ենք հիմա, քաղաք Մարտունի գեղեցիկ քաղաք, հրաշք քաղաք։ Փաստորեն մինչ անակնկալ անելը մենք գնում ենք Արմադա, ինչ? Արմադա սերվիս։ Հա? Մոլ, Արմադա մոլ կամ սերվիս, չգիտեմ, հիմա գնում ենք։ Գնանք մեր գալուստ աղբեր ընդե, գալուստ պետքա մեզ ուղեկցի, էլի, մենք էլ դեռ նավիգատորով տանջվում ենք աղբեր։ Հնես որ գնանք, էլ տենանք Արմադա մոլը Մարտունիում որտեղ է։ Չէ՞։ Միջալոց Մարտունի մահագին բլոգերներ կան, հա, կարելի է համագործակցել բլոգեր աղբերների հետ։ Ավտո են սարքում, օրը Յաշիկ աղբեր։ Յաշիկ է, Յաշիկ, բարեկամներ, Մարտունա Յաշիկ էր։ Հիմա անցնում ենք։ Գիտես չէ, Մարտունում ինձ Եղեգնազորի նման ճանաչում են։ Այնպես որ ես Մարտունեցի եմ մի քիչ։ Արմադա, աղբեր, Արմադա, բրա, հենա, այն բոքսերը, Արմադա մոլի կողի բոքսերը, ավտոէլեկտրիկ, դիագնոստիկա։ Հələ ասեք տնամ գոհեք ես Խադավիկանոցից։ Հələ ասեք, խոսացեք տնանք, հարգելի մարտունեցիներ։ Բա, հələ տնան գալուստ աղբերն ինչ անում ստե։ Դրանով խոսամ։ Բարի օր ձեզ։ Գալուստը։ Բա, գալուստ ջան, եկան կոմոտ վերջ աղբեր։ Հազար բարի։ Լավ եք աղբեր։ Լավ աղբեր ես, դու ոնց ես։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Ինչ ես անում, աղբեր, ես ինչ ես հիմա անում դու։ Էլեկտրիկ եմ աղբեր։ Ես հիմա ինչ ես քանդել։ Ես բանի բլոկն աղբեր։ Ցենտրալ։ Էլեկտրիկ ես մի խոսքով։ Էդի սարքում ես էդ հանք։ Այսի սարքում այդ հանք աղբեր։ Լավ էլեկտրիկա գալուստա։ Ալույա, ուրեմն գովում ենք։ Ավտոսերվիսին աշխատողները հարկավոր։ Հա։ Կոնդիցիոներների վերանորոգում եւ լիսկավորում։ Արմեն։ Ուր է Արմենը դա։ Դիստե չի, ուրիշ տեղ է։ Ուրիշ տեղ է, բայց Մարտունիում է։ Հա։ Հա, կոնդիցիոների խնդիր ունեցողներ կարան այդքան հարցերով զբաղվեն։ Ինչա կազմակերպենք ես էլ նկարեք աղբեր։ Ախպեր չէ դե արդեն նկարինք էլի, հենա բանով մանով սաղ երևում է։ Ինչա համարով բանով սաղ տեղը տեղին։ Գալուստի, Գալստյանը որ գործերը վերջացնի գա գնանք։ Հես այստեղ աշխատում մեր Գալուստը։ Հա, ախպեր լրիվ ես եմ, հա։ Մի խոսքով սպասում են Գալուստը պրսնի, Գալուստն էլ դες մանր գործ անում էլի, հələ պրսնի իրար հետ ելնենք այդ հանք անակնկալ անելու։ Իմ աղբերի կերես Գալուստին նկարես։ Հա, բա Գալուստին ռեկլամ ենք անում, աղբեր։ Լավ եմ անում, չէ։ Նատիկ բանջի կապակելով նրա ռեկլամի աղբեր։ Աղբերը կապել է ինքը։ Էդ ինչ այլ է բա օպելին, աղբեր, բա օպելը փչանում է վաբշե։ Վաբշե օպել ցտած օպելել է չեմ տեսա, աղբեր։ Սաղ կյանքս չեմ տեսա, աղբեր։ Ես Եղեգնաձորից եմ, աղբեր։ Մարտունեցի եմ, էլ ինչ տարբերություն աղբեր։ Սյոմը։ Բարև ձեզ։ Բարև, այդպես ապրես։ Այդ նորից ենք փորձում։ Ապրի գալուստ աղբերը։ Սուպեր բարդ գալուստ աղբերը։ Տեսակ չէ ոսկերիչի գործ արած լրի։ Ոսկերիչի գործ արած ստացվավ լավ էլ։ Իսկ մանր պայակ, հա, որ ամեն մարդ չէր կարող անել։ Բարեկամներ, մեր այսօրվա գեղեցիկ առիթը երկու անուն ունի։ Արմեն եւ Կարինե։ Արմենը ներկա պահին գտնվում է հայոց բանակում եւ ինչպես է ստացվել այսօր նրա եւ Կարինեի 26 տարի միասին է, իսկ նա այստեղ չի։ Դրա համար եկել ենք առանձնահատուկ ձևով շնորհավորելու եւ մեր Արմեն աղբոր սերը հասցնենք իր տիկնոջը, ասենք թե ինչքան շատ է սիրում ու շնորհակալ է։ Գնացինք նրանց որդիներից մեկի Գալուստի մոտ, Գալուստը ավտոէլեկտրիկ է, հալա լավ է, տեսար ոնց սարքեց ավտոն, նկարել ենք սա։ Սարքեց, հիմա գնում ենք տուն մայրիկին ուրախացնելու։
Գալուստը եւ Նարեկը։ Երկու եղբայր են, քույրիկ չգիտեմ քույրիկ ունեն թե չէ, բայց երկու եղբայրը հաստատ գիտեմ, որ ունենք։ Երկու աղբեր են, էլի։ Արա աղբերությունն ուրիշ է, հա։ Եվ ես հենց հիմա կանեմ 360 աստիճանը այստեղից ու կնկարենք գեղեցիկ պատկերներ դեպի Աստղաձոր ճանապարհին։ Ամեն անգամ նայելուց այս ինստային 360 աստիճան տեսախցիկին ես պետք է շնորհակալ լինեմ մեր նայրաքույրիկին, ով մի անգամից արձագանքեց եւ մեզ նվեր ուղարկեց ԱՄՆ-ից։ Ամերիկյան տեսախցիկով ենք հիմա նկարում։ Նկարում ենք Վաղաշենն անցանք։ Հիմա կհասնենք որ դյունը հաջորդը։ Թող մարտունեցիները գերեն որ դյունը հաջորդը, թող ասեն, ծանոթացնեն իրենց գեղեցիկ աշխարհին։ Աշխարհին ցույց տան մարտունած աշխարհը, գեղարքունյաց աշխարհը։ Հա։ Չեմ լսում ես անցած։ Հաջորդ գյուղը ինձ Աստղաձորն է։ Հո, ասանք Աստղաձոր, հեռվում երևում է Սևանը, ծառներից այն կողմ, հրաշք բնապատկերներ կան այստեղ։ Վայելեք ու լավ զգացեք։ Արջևից գնում է 17 GG 200 գալուստի մեքենան, Զաֆիրան։ Իսկ հետևից մենք ենք գնում։ Դե բնականաբար, եթե նա մեր արջևից է գնում, մենք էլ նրա հետևից ենք գնում։ Դաշտերը ուղղակի շատ գեղեցիկ են, լայնարձակ ու հոտավետ։ Գեղարքունյաց աշխարհի հոտն ենք հիմա մենք շնչում։ Օ, գալուստ, ես ինչ ես անում, գալուստ։ Գալուստը մեզ ուղղակի քարկոծում է իր Զաֆիրայով։ Շինարարություն է գնում։ Տես, ավազը լցնում են, որ հետո ձուտ են։ Ձուտ լցնեն, ճաքերը փակվի, որ ամեն ինչ լինի հոյակապ։ Տեսեք, արդեն այստեղ հատուկ տեխնոլոգիա է, որին տիրապետում են մարտունեցի եղբայրները։ Չէ, սկզբից ձուտն են լցնում նոր բանը։ Չէ, ձուտը լցնում են ավազը վերան, որ չկպնի պագրիշկաներին, էլի, հետո մեքենայի կուզովը կեղտոտվի։ Հա, Աստղաձորն էր մեր եթերում, հասնում ենք Աստղաձոր, բան չմնաց։ Հա? Աստղաձոր գետներ ենի։ Դե, ուրեմն ասում ենք Աստղաձոր, էլի, հետ է ասում գետը։ Գետը խոսել գիտի Աստղաձորում։ Աստղաձոր գետը հենց աստղերով լի է։ Հասանք Աստղաձորն է, Աստղաձոր։ Բայց ես չէի պատկերացնի, որ կդառնամ եկա 3 երեխայի տեր անձնավորություն ու մի հատ փետ կվերցեմ ձեռս կխոսամ։ Ճոգում ես, փետը ձեռս խոսում եմ։ Ահա Աստղաձորի մուտքը 1828 թվականին է հիմնվել գյուղը։ Հիմնել են մեր Արևմտյան Հայաստանից եկած հայրենակիցները։ Աճից կարտոլի դաշտերն են ընկերներ։ Կարտոլը արդեն պատրաստ է աճելու։ Տեսեք, լոբի էլ կա, այս է լոբի է Վարդան։ Աշխատասեր են մեր մարտունեցիները։ Տեսեք, ազատ տեղ չես գտնի դաշտերում, բոլորը մշակում են։ Ցորենը, ինչ սիրուն է ցորենը։ Ցորենի արտերը, հասկերը հասել են արդեն։ Արդեն վտանգավոր է, մի քիչ էս կողմ պահեմ, որ հանկարծ այս ուռի տերևները չչափալախեն մեր կամերային։ Որա գիլաս տեսակ, գիլաս էր։ Այսի մարկետ, Աստղաձոր մարկետն է։ Որա ծիրան, հա? Աստղաձորում ծիրան են, չէ, կարտոլ է։ Ես ինչ է, հալը տնանք։ Ծիրան Աստղաձորում ընկերներ, 06-ով կարմիր ծիրան էին տեղափոխում։ Հերվից մի անգամից հասկանալի չէր, բայց մոտիկից արդեն մի անգամից երևաց։ Նայրաս, հա, քո ուղարկած կամերայի զորությունն է, դեղին վարդերը տեսակ, չէ՞։ Նիվա, Աստղաձորյան Նիվա։ Զիլը համարյա թե ուզում էր մեր կամերան տաներ։ Կամերանները։ Կամ էլ Արտյոմն էր ուզում տաներ։ Եթե անկեղծ ուրեմն Արտյոմը։ Արտյոմն էր ուզում տարածելներ մեր կամերաները։
Ես ոչ մեկի մոտ հարց չի առաջանում, են ինչա մեքենայից դուրս եկած։ Չեն նայում։ Ջուրը սառնորակ կլկլոցով գալիս է։ Ձախ ճանապարհը տանում է մեզ դեպի Զոլակար, իսկ աչը Վաղաշեն, ուղիղ Աստղաձոր։ Համաշխարհային պատերազմին նվիրված հուշահամալիր է։ Լտեսիշ լավ ասֆալտ է յուղերը։ Մարտուն յուղերը տենց է։ Կաղա անձրևը կաթամեր տեսախցիկի վրա փակի, հեն Վարդան։ Դեղին սիրուն վարդեր։ Եվ իհարկե մի քիչ են կոմ բաներ։ Գիլասը հələ չի հասե, բայց այդ լավ է, էլի հաջորդ գալուց ստե հասած կելիս դիսկուտեն գիլաս։ Չէ՞ Վարդան։ Արծեմ դու էլ որ գաս, դու էլ կուտես, որ չգաս չես ուտի։ Նեղլիկ փողոցներով ենք անցնում։ Ահա մտանք արդեն փողոց։ Հարազատ փողոց։ Մեր գալուստի մանկության փողոցը։ Այստեղ արդեն ասֆալտ չկա։ Բայց կա կարտոլի դաշտեր։ Դաղան եւ իհարկե ինչ որ հետաքրքիր գեղեցիկ ծաղիկ, որը բուրավետ է եւ սիրուն, ճոխ, արքայական տեսք ունի։ Հա, բայն է էլ ասում ախպեր, բայն բուրավետ ծաղիկի հետ է էլի Վարդան, դու էլ միամիտ բաներ ես խոսում։ Իսա խոտի պռես է, սրանով տուկեր են սարքում ու վայելում են կովերը։ Ամեն անկյունը նայելու, հիանալու անկյուն է ընկերներ։ Գալուստը շատ անուշ ախպեր է, ամեն օր այսքան ճանապարհ անցնում գալիս է, որ բոլորին օգտակար լինի մեքենաների էլեկտրականության հարցերը լուծի։ Հասան գալուստնես բակ, այստեղ կանգնիր։ Դե վերջ, այսքանը մեր 360 աստիճանի մասին։ Դե ոնց է տանք որ շուտ չտենա մեզ հանկարծ։ Դու հետ արի։ Ես պետք է մի քիչ խոսամ։ Եթակ ախպեր, լրի մտնում եք տուն, ձախ։ Մտնում ենք տուն ու ձախ։ Հա։ Ձոն։ Մտկա գրկես, էլի ջի, երկուսով եկը գրկեք, երկու ախպեր։ Շնորհակալություն կհայտնեք Հայդիկին եւ այս շնորհակալական ուղերձը սկսում է Հայդիկից։ Հայդիկը տանը չի, հեռու է։ Հայրենիքի համար է գնացելիս մենք կտենա։ Հա, Կարինա Արմեն։ Հա, բարև ձեզ։ Ոնց եք։ Դուք եք մեր կարնեքույրիկը, ուր են նա։ Աչքերը ծով են, արևի շող են, որ փայլում են մաքուր սիրով։ Մենք ուրախանանք, եկել ենք շնորհավորանքներ ձեզ բերենք, հասցնենք հեռուներից։ Սիրային շնորհավորանքներ, դուք զգում եք այդ ինչ շնորհավորանքներ, հա։ Հəլն դե շատ է հուզվել, ուրախացել է։ Ով կարել է ծափեր տվեք, այսօր շատ կարևոր օր է այս օջախի համար։ Հենց այսօրը որոշիչ դարձավ, որ դուք պետք է գաք այս օջախը շենացնեք եւ դա ձեր մոտ շատ լավ է ստացվել։ Այնքան լավ, որ ձեր ամուսինը մի քանի կիլոմետր են կողմ, կապ չունի, շատ սիրում ու հարգում է ձեզ։ Ու շնորհակալ եմ, որ դուք արդեն 26 տարի իր կողքին եք ու շենացնում, գեղեցկացնում ու սիրով եք լցնում իր կյանքը։ Երեք զավակների համար, ամեն ինչ համար շնորհակալ եմ։ Լավ լինեք, առողջ լինեք նրա կողքից անպակաս, երեկոյի 4:30։ Սիրում եմ քեզ, իմ սեր, անունը սարտիս մեջ կպահեմ։ Ուշուր, ախպեր դու կարող ուզում ես փչես, վարեմ մատ փչես։ Դավայ։ Չես զում ախպեր։ Չի։ Հələ ինչ հետաքրքիր է նայում, թո մի քիչ է նայ, եթե չեք տատին հաստատ փչող է։ Ճիշտ ասում, չէ, տատի, հա, ճիշտ ասում, չէ։ Արմեն չի։ Գալուս քոնն, նա։ Այո։ Բա, նման էլ է, լր պապանան դրա։ Չես փչում։ Դե լավ, դու մեզ երազանք պայ, հա, դավայ։ Չի, Արմեն, չի։ Հələ փչի, Արմեն։ Չի։ Պապի անունն ես դրա, էլ ախպեր։ Հա։ Չի։ Մի հատ է նես նայ թո փչեն։ Դες քաղցրություն տամ ձեզ։
դուք փոխանցեք, թող ուրիշին տվեք, որովհետև հիմա փոխանցեք ինչ-որ մեկ կինս քաղցրությունը մենք պետք է տայինք ձեզ, որ հետո նոր մնացած գործողություն։ Հիմա գալուստը մեր Արմեն մեծ աղբերը երազել է այսօրվա համար ու միշտ ինքն էլ իր կողմից ամեն ինչ անում է, որ սերը հարատև լինի ձեր օջախում, ոտները սրխերով։ Բա, ինչ լավ էր, չէ։ Հուզվել եք, բայց հա։ Հուզի, չէ։ Բանա զանգել։ Զանգել է, պոստերից զանգել ունենք։ Արմեն մեծ աղբեր։ Հսկում է մեր խաղաղ օրը Պաչի էլի հելը, մատ պաչի, պաչի, հա, էդի շատ կարևոր է, դե մատ քո սրտի խոսքերն ասաս ահաս լսենք, օրինակ ծառայիր ջահելներին։ Ես ուրախությունը ցանկանում եմ բոլորի ընտանիքում թող լինի, բոլոր երեխեք իրանց ծնողներով եւ ջանիկ լինեն ծնողներներ իրանց թորներով, երեխեքով, թող մեր երկրի խաղաղությունը լինի, մենք այդ ապահովելու ենք ստեղից։ Հա, էդի ես տենում եմ արդեն։ Խոստանում ենք ձեզ։ Ջան եմ ասել, Լավ մնացեք։ ապրես մաղթանքների համար։ Ուզում ես տամ առանձնանակ մարդու կնիկ, հե? Դե կարող է մարդ ես առանձին սրտի խոսք ունես, որ մենակ իրան պետք է ասես, ոչ մեկ չլսի, էլի։ Հա, լավ խափել են, գալուս ջան ապրես, աղբերես, որ ըմտիր խափել ես, մալադեց, ապրես, ամեն մարդ չի կարում, նարեկն էլ է խափել, նարեկ արի դու էլ ապրես, հալալա, դե ինչ ասենք, այսքանը, ուրախ եղեք, լավ եղեք, որովհետև ձեզ շատ են սիրում, մենք էլ գնան գալուստի մոտ հերթ այդան գալուստի տանեն գործ անի, սաղի աղբները փչացելա չեն կարում սարքեն, ապրես, որ տես լավ տղերք ունես, իսկ մենք հիմա աղբեր կոֆե կխմենք, հա, բանը, գնում ենք հիմա, տենան գալուստ ես բակնա, ես ձեր բակնա գալուստ, են ձեր գիլասնա, հա, էդ ձերնա, հա, են բանը, վարդանը, որ էթա կաղի, չէ, վարդանը կքաղի հեսա, մի կես խեղճով կքաղես, վարդան, հենա տենում ես, այդ տելավոներ կախել եք, որ ագրավները չգան, աղբեր ես ընչի ենք հան, այդ խեղճով է, աղբեր ես ասի մի կիլո կաղես, հա, խեղճով չասի երկու հատ, որիս ինչ լավ հոտա գարնի, լարի, Մեն տող։ գնացին մենակ կերար եկար, նայիլը, ինչ սիրուն է, այս տաղակի անուն ինչ է, Որը ինչ լավ հոտ է գալի, դուխու հոտ, հա, հոտ կար, տեսար, լավ հոտ է, չէ, դե գրա մի 20 հատ կաղի բեր, էլ երկու հատ չէ, բայց անես կաղակ, որ մեր հետևորդները, մեր բարեկամները տենան, սիրտներն ուզի գան Հայաստան, որ գիլաս ուտեն, մնգերը, արի, այ գերկեմ, օպո, որը կան տարեկան ես դու, ոչո, պապայի պես բարիք դեմք ունես արյա, Քան տարեկան ես։ 2-3 2 տարի կիսկան։ Ջան, համուր տեղը, ջան, հենա ինչ համուր տեղը, ջան, արիլը, հետ հաստատ չեն թողի դու կաղես տեսար, դիր, ասեն փորդ կցավաբար, չեն մաման չի թողում, չէ, որ ուտես, Մատ կոֆե դրեք, մամա։ Čo ješ tu? Կապե, հա, բա, տեսակ ձեր որդիքը և ամուսինը շատ են ձեզ սիրում, ինչպես նաև մեր փոքր Արմենը, հետ գան ձեզ, լավն ես, դուարը, կեր, արխային կեր, այսպես արխային կեր, նայմ, մեր նկար էլի, որ Արմենը աղբոր հետ գիլաս ենք ուտում, մեծանաս կել ես մի 15 տարեկան, դե իշես որ ես ձաձայի հետ գիլաս եք կերը,
Ընկերովի։ Բերես։ Հա։ Ապրես։ Պապան էլ այդ բախ մեր կողք կայնած էր հեսա, նայ։ Դա այդ կայնած։ Սիրում ես պապային։ Հոպար գնաց։ Պապային սիրում ես։ Ասա հա։ Հա։ Ապրես։ Կոճո բանով կարաս ուտես, հա։ Հա, այստից են քաղում, նա էս լավն է։ Տես, Արմեն։ Հես աղբեր, տես։ Դա Արմեն, դու էլ։ Դե քաղի, ձեռդ կիս քաղի աղբեր։ Ձևը սովորացնեմ, որ ես տե չլեմ գար քաղի ուտել։ Եկավ այդ խոսալն, բայց դուք։ Ով իմանալու որ կերել է գիրաս։ Մեր 5 օր հետո իմանալու են էլ։ Ես կանտեղն է բաղջան։ Մալադեց աղբեր, ես փոքր տեղի վրա ինչքան բան եք տնգը։ Աղբեր, ստեմը ծեղանը աթոր դնես այստեղ, հրաշպել է։ Այս ամի քիչ տականա եղանակները դնելու եմ աղ։ Դու ես այս պանելներից։ Աղբեր էլը նոր եմ դրեմ, 5-6 ամիսա։ Հա։ Հələ որ չի աշխատում։ Ինչ աղբեր ճոճանակ, հա։ Հա, այն պապան։ Աղբեր սենց, հա, սես պտիլեր։ Տեխնոլոգիա։ Ես երեխեքի համար էր։ Էդի ծռմամ։ Էսի բանը աղբեր։ Արմենցա ցավը տանում էդ մտածված չարի պրոստը նստա ես այդպես չի պատկերացի։ Կաղա այս կամախ սարքել է չեր փորձել։ Ապա Սպուտնիկի տալերկա է։ Սպուտնիկի տալերկից պատերաստել ենք տոնածառ։ Դե դա ուրեմն տես պատիլի աղբեր։ Սջապ։ Բան է լավ էլի աղբեր։ Ծրվավ։ Լեզի բայց այս տակը պետք է մտ բան դնի, այս вообще քշած կա է դու։ Չէ, դա երեխեք են բարգում վրա են աղբեր։ Աղբեր ես, հա, բանը, լսի, հələ մի րոպե։ Ահա։ Ես մեկ։ Էսի երկու։ Էսի կարելի է բան անել, աղբեր։ Սրանից հետո իշտենաս մի քիչ նստի բերեն։ Ինչ իմանաս ինչի համար է նախատեսված։ Всё, ոնց կարա տենց է, չէ՞։ Հա։ Հələ արի տենակ տոշնի աղբեր, ալ։ Այս ես նստի։ Օ, լրիվ տոշնի է, չի ծռվում, հա։ Ապա դե դեմից ասել որ երեխեքի համար է։ Հա դե չի խանգարում աղբեր, ինչ կնա։ Հե, լավ, Արմեն։ Դզմա։ Հա դու անուշ աղբեր ես, հա, լրի պապայի նման ես, հա, գնաց, հակառակ։ Դե արի մոտս։ Օպա, հետամ ես էլ մեր սպուտնիկը հանեմ, սենց հանեմ։ Իրար հետ կանենք։ Ունեմ, եթե պետք է կարամ տամ աղբեր։ Չէ, ես էլ ունեմ աղբեր։ Քոնը չոտանգա։ Մի 3-4 հատ կա։ Դաժե սրա տակ կարելի է բան անել, ձգել այդ այստեղ, նայ, այստեղով ինչ-որ ուսիլիտ անել, որ ես չծռվի էլ, մեծերն էլ, օրինակ ես էլ գամ նստեմ։ Մեկ-մեկ որ գամ ստեզակած գամ նստեմ։ Աստղաձորում աստղային իրավիճակ է։ Աստղայք է աստղաձորն է։ Աստղաձորում դաղդաղանները շատ լավ աճում են ու դա ունի իր պատճառները, բնակլիմայական պայմանները շատ հարմարավետ են, ինչպես նաև արդեն կարա՞ մի հատ կադրը ֆրցնես նորմալ ցույց տաս դաղդաղանները, ինչ ես մի տոշկայի վրա դրեց, ցավը տանը։ Շիդենթանուր դաղդաղանները սա ցույց տու։ Դաղդաղանները ընկերներ այստեղ հաճախ կհանդիպեք, օրենքով դանդաղարներ են, էլի, դաղում են իրանք։ Այսենց։ Հենա տես էլի դաղդաղան կա։ Դաղդաղան չի։ Դաղդաղանի տեսակներ են, հա։ Տեսակներ կա, հենա այն էլ է դաղդաղան օրինակ, տես։ Վերը, այս էլ ուրիշ տեսակի դաղդաղան, հա։ Մի խոսքով այս կադրի մեջ մի 5 տեսակի դաղդաղան կա։ Որից ձեր մոտ կտպավորվի միայն մեկը։ Վարդան, բայց համաձայնվի, որ շատ լավ հոտ է գալի։ Շատ հետաքրքիր է, էլի։ Շատ ուժեղ հոտ է։ Ինչ սիրուն է, բայց նուրբ։ Հələ դու նայիր նուրբ է էսի։ Չէ։ Նուրբ է։ Շատ աստղաձորում նուրբ է։ Այս ծաղիկը ծաղկ է։ Հա։ Ամպերը իր սիրուն է։ Այս մեր կոֆեներն է, չէ՞։ Էս լավ քան
շատ լավ խնձոր է, ձևավորած։ Մարտունի հյուրասիրությունը ոչ մի տեղ չկա։ Քանի անգամ գնացինք հոկտեմբերյան, մի հատ տենց հյուրասիրություններ է, չէ՞ լավ, չէ՞։ Արի Արմեն ջան, արի նստի կողը ես ախպեր, տանտիրոջ իրավունքով, քանի դու ես տե, դու ստե ամենամեծն ես, գիտես չէ՞։ Հենց պապին կա նոր արդեն դիրքերդ կտաս։ Հա։ Всё ախպեր։ Բոլորիս։ Շոկի մեջ եմ ես։ Բա, երեք էլ գնացել ենք Ղափան շոկ տարանք եկանք։ Հա, դե լավ որ։ Մերսի։ Շեն մնա ուժախը։ Հաբրիս, գալուս ախպեր։ Գնում ենք Lexus նայելու։ Ասում եմ Lexus ունեմ ախպեր, Lexus-ը ստե, հա։ Կեղտոտ, հա, բայց դե Էլի նույն ամառներով, հա։ հա։ Նեզ դու պետք է նայես էլ։ Lexus-ի բանդաժ, հա, թե պրոստո, աստղա։ Թազա է։ Աստղաձորում աստղային բանդաժ։ Աստղերի պակաս չունենք Աստղաձորում։ Տեսանք մենք ախպեր, դու չտեսար։ Մենք էլ ենք ախպերներ, լավ որ ձեզ։ Մենք է պարսում ակուր հայացքով Կարոսում ենք բարին բոլորի ծնունդի լույսերով թե մթին Լույսը մեր մեջ տալիս ենք աշխարհին Ոչ մեկ չի հաղթի ազգության պային